Վերջապես ժամանակ եմ գտել ու նկարում եմ Վրաստանից բերած համովությունների փորձարկում։ Եկեք առաջինը սկսենք այս չիփսից, որը ես թորիներով հարցրել էի ուտեմ, թե թողնեմ հոլովակը նկարեմ նոր ուտեմ, ու դուք բոլորդ նշել էիք, որ հոլովակը մինչև չնկարեմ չուտեմ։ Դե ինչպես տեսնում եք, ես բարեհաջող կերպով կերել եմ, ասեմ, որ շատ համով էր, գծու էր, լայմի համուն է։ Չգիտեմ, 10-ից 10։ Հաջորդը, որը ես անսահման շատ ուզում էի փորձել, բայց դիմացել եմ ու սպասել եմ մինչև հոլովակը նկարեմ, մսի կտորիկներ են։ Չգիտեմ, մի տեսակ շատ զզվելի, բայց միևնույն ժամանակ շատ համով հոտուն էր։ Ներսում էս տեսքն եմ, փորձում ենք։ Պապան գնահատեց գնահատականը պիվի հետ կուտվի։ Ես գնահատում եմ 10-ից 5, բայց սպասելիքները շատ ավելին էին։ Բալի համով չգիտեմ ինչ սոկ, եկեք փորձենք։ Մամայի սարկած վիշնի կոմպոտներ լրիվ, շատ համով է։ 10-ից 8-9։ Ես գնահատում եմ 10-ից 10, պապան 10-ից 8-9։ Փորձում ենք հաջորդը։ Ինչ մանր են, ընդհանրապես թթված չէր, բայց համով էր գնահատում ենք 10-ից 5, որովհետև թթված չէր։ Հաջորդը սև գույնի այսպիսի փոքր ռուլետիկներ են։ Շատ անդուր հոտ ունի։ Հոտը շատ վատներ, բայց թթու լավաշ էր։ Պապան գնահատում է 7, ես գնահատում եմ 6, որովհետև թթվաշություն էլի չկար, քաղցր էր։ Հաջորդը կապիբարա։ Իրականում սա fix price-ից էի գնել, բայց ոչինչ, թող լինի այս փորձարկման հետ։ Հնչում է մի հատ տեսքը։ Ֆանտայի հոտ եկավ։ Խնձորի համով ռելեյկա գնահատում եմ 10-ից 7.5։ Պապայի գնահատականը ուտելու բան չի, բայց ես գնահատում եմ 10-ից 7։ Ու վերջում մնացել է այս լապշան, բայց քանի որ հիմա չեմ կարող պատրաստել ու փորձել, սա կփորձենք հաջորդ հալաբակում։ Կամ էլ ես մենակ ուտեմ ու ձեզ ցույց չեմ տա։ Այնպես որ բաժանորդագրվեք, գրեք ուզում եք սրա փորձարկումը տեսնել, թե ոչ, ու վերջ, հաջողություն։